Բարի կեսօր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Նոր առաջարկ Ալիևին, ինչ հայտարարություններ է արել Փաշինյանը Գերմանիայում։ Արցախցիները վերադարձի հնարավորություն տեսնում են, Արցախի ներկայացուցչությունում առաջարկներ են հնչել։ Մատուրից գողացել են 13-րդ դարի Չորխափան ավետարանը, ինչ է պատմում ավետարանի պահապան Ավետիսյանների ընտանիքը։ Ուկրաինայի նախագահի ժամանակը սպառվում է, ինչ ճանապարհ կընտրի Զելենսկին պատերազմի մթնոլորտում։ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը օդային փակ տարածքի պատճառով վայրէջք է կատարել ոչ թե Մոսկվայում, այլ Սանկտ Պետերբուրգում։ Բազայի տվյալներով կառավարական օդանավը գրեթե 1 ժամ պտտվել է Տվերի մարզի երկնքում, սակայն վայրէջքի թույլտվություն այդպես էլ չի ստացել ԱԹՍ-ի հարձակման սպառնալիքի պատճառով։ Ի վերջո ինքնաթիռը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովոյում։ Ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում էր, որտեղ էլ հայտարարել է, որ մեկնելու է Մոսկվա, մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Վարչապետը նշել էր, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չի դիտարկվում, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, երկրի ռազմավարական նպատակներից մեկը Եվրամիությանը անդամակցելն է։ Մենք հասկանում ենք, որ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չի եւ մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետքա որոշում կայացնել, բայց այսօր այդ կետը չի, այսինքն այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, այսինքն դա ճաշակային որոշում է, եթե չկա այսօր այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի համար կայացնենք այդ որոշումը, այսինքն երբ որ կգա այդ որոշումը կդառնա որ եկել ենք, հասել ենք այդ կետին եւ պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք որոշումը։ Հիմա բայց հարց առաջանում, ինչ ենք մենք ընդունել Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը։ Ես բազմիցս եմ ասել, որ դա առաջին հերթին մեզ համար լրացուցիչ խթան է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները շարունակենք եւ մեր լրացուցիչ խթան ունենանք բոլոր ոլորտներում Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցնելու, որովհետև ինչ է նշանակում լինել Եվրամիության անդամ պետություն։ Դա նշանակում է առաջին հերթին բոլոր ոլորտներում, սկսած մարդու իրավունքներ, անկախ դատական համակարգ, տնտեսություն, քաղաքական ստանդարտներ, սննդի անվտանգության ստանդարտ եւ այլն, համապատասխանել Եվրամիության չափանիշներին։ Այսինքն, քանի դեռ մենք օբյեկտիվորեն այդ չափանիշներին չենք համապատասխանում, մենք չենք կարող Եվրամիության անդամ դառնալ։ Հետևաբար, այդ ճանապարհին առաջին խնդիրը Եվրամիության ստանդարտներին համապատասխանող երկիր ունենալն է։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկում է միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել արցախցիների վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեմաները։ Այս առաջարկը Փաշինյանն արել է Գերմանիայում լրագրողների հետ զրույցում արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։ Երկու ուղղություն կա պետական պարտքի ավելացման։ Մեկը զինտեխնիկա, սպառազինության եւ տեխնիկայի գնումը, պաշտպանական կապիտալ ծախսերը, երկրորդը Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր ժողովրդի կարիքները, որովհետեւ երկուսն էլ մեզ համար մեծ ու միանգամից անհրաժեշտ ծախսեր։ Մենք այդքան ծախսը անում ենք, որ մարդիկ մնան Հայաստանում։ Որովհետեւ եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, այդ նշանակում է մենք նորից սկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Հիմա Ղարաբաղյան շարժումը ավարտվել է եւ ինքս իրան սկսելու փորձերը օգտակար չեն։ Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է անդադ արևմտյան Ադրբեջան, ինչ որ անհասկանալի տերմինաբանություն։ Հիմա պետք է հասկանալ, որի պատճառն է, որը պատճառ է եւ որը հետևանք է։ Բայց ես ասում եմ, ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որպեսզի տեղ հասնի, ես ասում եմ, եկեք, նստենք, միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակենք, ոնց ենք այդ թեման հանում, որովհետև այդ թեման հանելը նշանակում է
երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Փաշինյանը Հունգարիայում լրագրողների հետ զրույցում նաև հայտարարել է, որ Հայաստանը երբեք Ադրբեջանի հետ չի քննարկել եւ չի քննարկում մեր սահմանադրության հարցը, քանի որ այն երկրի ներքին գործն է։ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար որևէ պայման չի առաջադրում։ Ուզում եմ հասկանամ, Ադրբեջանը ուզում է, որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ լինեն, թե իրոք անկեղծորեն մտածում է, որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան։ Եթե անկեղծորեն մտածում է, որ խնդրեմ կա այդտեղ, այդ խնդրեմը լուծելու ամենակարճ ձևը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։ Ինչու՞։ Որտեղ երբ որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք մեր օրենսդրությանը համապատասխան պարտավոր ենք, ստիպված ենք, չենք կարող չուղարկել սահմանադրական դատարան, որպեսզի սահմանադրական դատարանը ստուգի այդ համաձայնագրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Հիմա այդտեղից երկու տարբերակ կա, կամ սահմանադրական դատարանը որոշում է, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Այդ դեպքում մենք ոչ մի խոչընդոտ չունենք այն ուղարկել ազգային ժողով եւ վավերացնել։ Երբ որ այդ համաձայնագիրը ստանում ավելի բարձր իրավական նշանակություն, Հայաստանը ուզենայել չի կարա տարածքային պահանջներ ունենա Ադրբեջանից։ Եվ մինչ Փաշինյանը Գերմանիայում առաջարկում է փակել Արցախի հայերի վերադարձը, Արցախի ներկայացուցչությունում երեկ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանելյանը հայտարարել է, որ սկսում են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նոր փուլ։ Նրա խոսքով Արցախի բռնազավթումը չի նշանակում, թե դադարել է Արցախի Հանրապետության գոյությունը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրամիություն, Եվրոպայի խորհուրդ։ Նրանք արձանագրել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման հիմնարար սկզբունքների հիման վրա։ Կառավարությունում ընթանում է հերթական նիստը։ Քանի որ Փաշինյանը երկրում չէ, նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Զբոսաշրջային գյուղեր, գինու համտես, նոր վարկեր, այս եւ այլ թեմաներով այսօր կառավարությունը ռեկորդային թվով որոշումներ կկայացնի առանց քննարկելու։ Նիստի օրակարգում ընդգրկված է 63 հարց, որոնցից չի զեկուցվում 59, եւս 2 հարց գաղտնի է։ Լավ լուր կա բազմազավակ ընտանիքների համար։ Հայաստանի կառավարությունն այսօր որոշել է 20%-ով շուրջ 400 միլիոն դրամով ավելացնել բազմազավակներին տրամադրվող հիփոթեքային աջակցության ֆինանսավորումը։ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդները համատեղ բանակցություններ են վարել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկելով Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու Վաշինգտոնի միջնորդական ջանքերը։ Ինչպես նշվում է կողմերի հայտարարությունում, այժմ կրիտիկական պահ է Ուկրաինայի, նրա ժողովրդի եւ ամբողջ Եվրոատլանտյան տարածաշրջանի անվտանգության համար։ Ֆրանսիական կողմը հավելել է, ինտենսիվ աշխատանքները շարունակվում են եւ առաջիկա օրերին եւս կշարունակվեն։ Բանակցությունների ֆոնին արձագանքել է նաև Մոսկվան։ Կրեմլը դրական է գնահատել նախագահ Թրամփի Ուկրաինայի առաջնորդի հասցեին հնչեցրած քննադատություններն ու զիջումների գնալու կոչը։ Դմիտրի Պեսկովը նաև ողջունել է Վլադիմիր Զելենսկիի Ուկրաինայում ընտրություն անցկացնելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ դա համահունչ է Վլադիմիր Պուտինի բազմակի հայտարարություններին։ Ինչպես գիտենք, նախորդին Լոնդոնում եվրոպացի դաշնակիցների հետ մի քանի ժամ տևած խորհրդակցություններից հետո է Զելենսկին հայտարարել, որ պատրաստ է ընտրություն անցկացնել անվտանգության երաշխիքների եւ անհրաժեշտ իրավական փոփոխությունների պայմաններում, որը կլինի Զելենսկիի իրական ընտրությունը պատերազմական պայմաններում, ինչի առաջ է կանգնած Ուկրաինան եւ ինչ հաշվարկներ են անում Վաշինգտոնն ու Եվրոպան, մանրամասները ռեպորտաժում։
Մի քանի ժամ տևած լոնդոնյան խորհրդակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին հաստատել է տարածքային զիջումների մասին խոսք լինել չի կարող։ Նա հիշեցրել է, որ դա արգելվում է թե երկրի սահմանադրությամբ, թե միջազգային իրավունքով, սակայն այդ կոշտ ձևակերպումներից հետո Ուկրաինայից հնչել են նաև ավելի մեղմ փոխզիջումային ուղերձներ։ Նախագահը հայտարարել է, որ պատրաստ է երկրում ընտրություն անցկացնել, եթե ապահովի դրանց անվտանգությունն ու իրականացվեն անհրաժեշտ իրավական փոփոխությունները։ Ես պատրաստ եմ ընտրության։ Ավելին, ես խնդրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներին հնարավոր է մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ապահովել ընտրությունների անվտանգությունը։ Այդ դեպքում 60-ից 90 օրվա ընթացքում Ուկրաինան պատրաստ կլինի դրանց։ Քաղաքագետ Արա Պողոսյանը կարծում է, որ Զելենսկիի այս քայլը եւ ներքին եւ արտաքին քաղաքական հաշվարկ ունի։ Նա հիշեցնում է, որ Ուկրաինան մշտապես հայտարարել է, ռազմական դրության պայմաններում ընտրություն անցկացնել հնարավոր չէ եւ բանակցային բոլոր փուլերում Կիևի գլխավոր պահանջը եղել է նույնը՝ նախ դադարեցնել ռազմական գործողությունները, ապա միայն անցկացնել քաղաքական գործընթացներ եւ բանակցություններ։ Ռուսական կողմը ընդհակառակը պնդում էր, որ նախ պետք է փաթեթային լուծումներ ակնկալում եւ ռազմական գործողությունների դադարեցումը պետք է ինքնին բերեր ուկրաինական կողմի պարտավորությունների, խոսքային պարտավորությունների մասին է, որոնք կդրվեն ուկրաինական կողմի վրա այն պարագայում, եթե ընդունվի մասնավորապես Թրամփի պլանը։ Այս ստեղծված կոնֆիգուրացիայի մեջ ես կարծում եմ Զելենսկին, ում վրա իրականում բավական լուրջ ճնշումներ կա հատկապես Միացյալ Նահանգների կողմից, փորձում է այսպես խուսանավել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային քննադատել է պատերազմի պատրվակով նախագահական ընտրություններ չանցկացնելու համար։ Սպիտակ տան ղեկավարը նաև քննադատել է Եվրամիությանը այն որակելով որպես թույլ մարդկանց կողմից ղեկավարվող քայքայվող կառույց։ Ուկրաինայում երկար ժամանակ է արդեն ինչ ընտրություններ չեն եղել։ Նրանք խոսում են ժողովրդավարության մասին, սակայն հասել են մի վիճակի, երբ ըստ էության ժողովրդավարական պետություն չեն հանդիսանում։ Քաղաքագետը չի բացառում, որ Զելենսկին կարող է ընդունել ընտրություն անցկացնելու գաղափարը։ Ըստ քաղաքագետի նոր ընտրությունը կամ ամրապնդելու է Զելենսկիի դիրքերը, կամ ճանապարհ է բացելու նոր առաջնորդի համար։ Ակնհայտ է, որ այժմ Զելենսկին նույնիսկ արևմտյան աշխարհում չի ընկալվում որպես ամբողջական լեգիտիմություն ունեցող առաջնորդ։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը եւս կարծում է, որ ընտրությունների անցկացումը հնարավոր է նույնիսկ պատերազմի ու համաճարակի պայմաններում։ Նրա խոսքով մասնակցությունը հավանաբար ամբողջական չի լինի, բայց գործընթացը այդուամենայնիվ տեղի կունենա։ Ըստ էության նա հայտարարություն է միայն արել, որ պատրաստ է այդ ճանապարհով, բայց դեռևս նախապայմանել կա ամենայն դեպս այս պայմանությամբ Ուկրաինայի ճակատագիրը առաջին հերթին այս process-ների, գլոբալ process-ների ձեռքում է եւ այս գլոբալ process-ներն էլ, որոնք որ գլոբալ խաղացողների կողմից են, այսպես ասենք, ընթացքի մեջ։ Իսկ Պողոսյանը ընդգծում է, որ այս վիճակում ամբողջ պատասխանատվությունը մեկ կողմի վրա դնել չի կարելի։ Ըստ նրա դերակատարներից յուրաքանչյուրը ունի իր շահերն ու ազդեցության գործիքակազմը։ Ստեղծված կոնֆիգուրացիան արդեն կողմերին հարկադրում է սեփական քաղաքականություն վարել։ Ամեն ինչ չէ նաև կախված Ռուսաստանի դաշնությունից, թեպետ հակամարտող կողմը Ռուսաստանի դաշնությունն է, որը այս պահին ունի առավելություն ուկրաինական կողմի նկատմամբ եւ կարող է ռազմական գործողությունների շարունակման պարագայում ավելի մեծ առավելություն ստանալ, բայց այս պահին ակնհայտ է, որ Ռուսաստանը չունի այսպես այդ իդրոսին հավակնելու հնարավորություն։ Քաղաքագետը նշում է, եթե եվրոպական առաջատար երկրները համաձայնվեն ամերիկյան ծրագրի հետ, Վաշինգտոնը կընդլայնի իր ազդեցությունը Ուկրաինայի վրա, քաղաքական, տնտեսական եւ անվտանգային ոլորտներում։ Սա կարող է հանգեցնել նրան, որ Միացյալ Նահանգները ստանա Ուկրաինայի վրա գրեթե ամբողջական վերահսկողության հնարավորությունը։ ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ բռնագրավել է պատժամիջոցների տակ գտնվող նավթատար, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Հարցին, թե ինչ կլինի նավթի հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է, կարծում եմ, մենք այն պահելու ենք։ Ի պատասխան Վենեսուելայի կառավարությունը ԱՄՆ-ին մեղադրել է բացահայտ գողության համար։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։
ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 F-18 կործանիչ կեսժամյա թռիչք են իրականացրել։ Այն ԱՄՆ ռազմական ինքնաթիռների կողմից լատինաամերիկյան երկրի օդային տարածքին ամենամոտ թռիչքն է եղել։ ԱՄՆ պատերազմի նախարարությունը հայտարարել է, որ կարճ թռիչքը պլանային վարժանք էր եւ նպատակ ուներ ցուցադրելու ինքնաթիռների մարտական կարողությունները։ Թրամփը հայտարարել է, որ ստիպված կլինի զանգել եւ դադարեցնել Թայլանդի եւ Կամբոջայի միջև հակամարտությունը։ Նախորդին Թայլանդը հայտարարել էր Կամբոջայի սահմանին նավատորմի ու ավիացիայի մասնակցությամբ ռազմական գործողություն սկսելու մասին։ Սանկտ Պետերբուրգի շուկաներից մեկի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի հետևանքով մահացել է 55-ամյա տղամարդ։ Վնկովո օդանավակայանում մի շարք թռիչքներ են հետաձգվել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով։ Մարդիկ օդանավակայանում են գիշերել, սպասելով իրենց թռիչքին։ Հռոմի Պապ Լևոն 14-րդն ասել է, որ Եվրոպայի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները փորձ են քանդելու Եվրոպա-ԱՄՆ դաշինքը։ Հռոմի Պապը հավելել է, որ Եվրոպայի դերը Ուկրաինայում խաղաղության հասնելու գործում կարևոր է։ Գազայում երեխաները փորձում են վերականգնել իրենց մանկությունը, ավերակները վերածելով խաղահրապարակների։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի բանտային հուշագրությունը վաճառքի է հանվել։ Նախկին նախագահի բանտարկյալի օրագիրը գիրքը պատմում է ճաղերի հետևում անցկացրած 20 օրերի մասին։ 216 էջից բաղկացած բանտային հուշագրությունը, որը կազմում է մոտ 11 էջ, բանտարկության յուրաքանչյուր օրվա համար Լա Սանտայի բանտը նկարագրում է որպես աղմկոտ, դաժան եւ մոխրագույն աշխարհ՝ լի անմարդկային բռնությամբ։ Փարիզում ներկայացվել են Աստվածամոր տաճարի ապագա վիտրաժների մակետները։ Յուրաքանչյուր մակետ ունի 7 մետր բարձրություն եւ 4 մետր լայնություն։ Թեմաները ոգեշնչված են քրիստոնեական հոգեգարստյան տոնից։ Նոբելյան խաղաղության մրցանակը Մարիա Կորինա Մաչադոյի փոխարեն հանձնվել է նրա դստերը։ Անահիտ Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Եվ վերջում Տափերական գյուղում սերնդեսերունդ պահպանված 13-րդ դարի Չարխափան ավետարանը գողացել են։ Ավետարանի պահապան Արմեն Ավետիսյանի ընտանիքը վշտի մեջ է։ Արմենի կինը Նարինեն մեզ պատմել է, որ ավետարանը պապական ժառանգություն է, որը մատուռ է բերվում միայն հատուկ օրերի համար եւ գողությունը ըստ նրա պատահական չի եղել։ Գողը գիտեր, որ գիրքն այդ գիշեր մատուռում է լինելու։ Ավետիսյանների հետ զրուցել է իմ գործընկեր Անահիտ Սարգսյանը։ Տափերական համայնքի մատուռում պահվող 13-րդ դարի ավետարանը գողացել են։ Ավետարանի պահապան Արմեն Ավետիսյանի ընտանիքը վշտի մեջ է։ Հարևանները եւ ողջ գյուղը նույնպես։ Արմեն Ավետիսյանի կինը Նարինեն ուշքի չի գալիս կատարվածից։ Ավետարանը հավատացեք, ոնց որ ասեր չկամ ես, դուք հավատում եք։ Դեպքը Կիրակի գիշերն է պատահել։ Ավետարանի գողությունից անմիջապես հետո դիմել են ոստիկանություն, սակայն դեռ նշանակալի արդյունք չկա։ Սպասում են։ Մի րոպեն անկեղծ եմ ասում, այն տանեն փոքր անթային թորներիցս մինչև այն մեծը, չգիտեմ, մենք չգիտենք հացն ինչ է, կամ մյուսը դե էլ մի կողմ։ Ոնց որ ապրում ենք այնքան որ, ինքը այնքան զորություն ունի, ես էս չեմ ասում ինչ որ ասելու համար, կամ ինչ որ վախացնելու, կամ Անենց բաներ կտեսնեն, ով որ տարել անկեղծ եմ ասում։ Նարինեն շեշտում է, այն պահպանված Չարխափան ձեռագիր միակ ավետարանն է։ Իրենք էլ յուրահատուկ տեղ են տվել փոխանցված արժեքին։ Ավետարանը մեծ մասամբ տուն են տարել, մատուռ է բերվել միայն հատուկ օրերի համար։ Այն պահվում է իր սնդուկի մեջ։ Ես չեմ էլ կպնում, շատ հազվագյուտ համբուրելուց կամ Արմեննին է տրված, չի կարելի։ Հա, այստեղ ճիշտն ասած ժամանակ եղավ, որ նվեր բերեցին, Արմենը ասեց սիրուն է էլի դնեմ ստեղ ավետարանը, երազ երեք է մեր հարևանին, մեր հարևանը չի մտել, որ ասեմ ինչ որ մտելա, տեսելա, բան արել էլի, ասլա գնա ասա, թող ավետարանը դնեն տեղը, դուք պատկերացնում եք։ Ավետարանի փրկման պատմությունը նույնպես սերնդեսերունդ է փոխանցվել։ Կոտորացի ժամանակ, երբ որ Անդրանիկը զորավարն էր գնում է գերիներին ազատելու, կրակի մեջ ավետարաններ են գցած լինում, լիքը սենց։ Մեր ավետարանի վրա եղել է ոսկյա խաչեր, թանկարժեք քարեր, 19 հատ խաչ է եղել։
որ է ցանել են, երևի մի քանի հատնա վրան մնացել, երևի ոսկի չի եղել, թե ինչա, դրանք չեն ձեռ տվել, մի խոսքով գցել են կրակի մեջ։ Գլորվել է, եկել է տատիկի ոտքերի տակ։ Տատիկը Արմենի շատ գեղեցիկ կին է եղել, աղջիկ ավելի ճիշտ կներեք, աղջիկ է եղել։ Իրան մրել են, մուր են քսել դեմքին, երկու հատ սպիտակ ձիավոր տվել են հետը, Անդրանիկ զորավոր ասելա տարեք թող մեր հայազգին փրկի։ Թե ինչու Մատենադարանի պահպանության ներքո չեն հանձնում, բացատրում է։ Սա պապական ժառանգություն է։ Հետո Արմենին շնորհք է եկել։ Ոնց ստանի տա լավ, հա։ Մենք հաստատ կպատժվեինք, հաստատ։ Ավետարանի գողության նպատակը պարզ չէ, բայց Նարինեն վստահ է, այն գտնվելու է։ Մի անգամ էլ են գողացել, մոտավորապես 10 տարի առաջ էր։ Կարողացել են գտնել։ Ավետարանը չի մնա ոչ միտեղ։ Ուղղակի հայի տականքությունը էլի թուրքերից, ես էդի միշտ էլի թուրքերից բերեն ստեղ հայ ձեռով, հա։ Ավետարանի բժշկող զորության շուրջ հյուսված պատմությունները շատ են։ Գիրք չի, գիրքը ընթերցանելի է, գիրքը պատմության գիրքն է, գիրքը որ կարող է, սա քայլող Աստված է։ Ականատեսի աչքով պատմողները նույնպես։ Ընտանիքի շուրջ հավաքված հարևաններից ամեն մեկն իր պատմությունն ունի։ Մեծ զորություն է, եւ այսքան ավետարանների մեջ Հայաստանում Չարխապանը ուրիշ զորություն է, բոլորին էլ բուժում են։ Քնեցին ու այդ աղջիկը լավացա։ Չարխապան ավետարանի գողությունը պատահական չէ, կարծում է տանտիրուհին։ Կասկածներ ունեն, որ ամեն ինչ նախորոք պլանավորված է եղել։ Վերջի վերջում գողը մատուռի պատուհանից է ներս մտել։ Շատ լավ իմացել է, որ գիրքն այդ գիշեր մատուռում է թողնվել։ Բացի գրքից իր հետ է վերցրել նաև սնդուկում դրված մյուս երկու աղոթագրքերը։ Վայ մամա ջան, ավետարան ջան։ Անահիտ Սարգսյան, Նորայր Հակոբյան, ABC Media։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին։